Չասեմ, որ 3 միլիոնի առաջնային օղակի էլի իրականացնում է դեպքերի վարում։ Այսինքն մենք ստեղծելու ենք պետական ապահովագրական հիմնադրամը, պետական առողջապահական գործակալությունը լուծարվելու է, իր կարողությունները փոխադրվելու են այս մի կառույցում եւ դրա վրա կառուցվի արդեն ապահովագրության ամբողջ ծապալը ապահովող հիմնադրամ եւ դրա համար էլ հենց ձեր ասած ռիսկերը կառավարելու համար դրել ենք շատ բարձր հաշվետվողականության շեմ հենց ազգային ժողովում։ Իսկ ճիշտ հասկացա, որ օրինակ եթե քաղաքացին էնդոպրոթեզ ավելի թանկարժեք է ուզում, դիցուկ էնդոպրոթեզ կարող է դա լինել, համավճարով կարող է քաղաքացին գումար ավելացնել պետության տրամադրած գումարին եւ իր ուզած, շնորհակալ։ Սահմանափակումը չի լինելու, էլի, այդ է բանը։ Այդ օրենքում կեր։ Պարագաների մասով, այո։ Ես Այո, տեսեք, քիմիոթերապիայի բանը փոխհատուցման սահմանաչափը լինելու է տարին մինչև 1.200.000 դրամը, դրանից ավելը արդեն այո քաղաքացին համավճարով ինքն է վճարել։ Տիկին Գյուրեղյան համեցում։ Տիկին Ավանեսյան, տեսեք, փաստացիորեն դուք ինչ ասեցիք նոր, ասում եք ըստ էության փաթեթը կա, որի հիման վրա դուք արել եք նախնական հաշվարկները, բայց դա չեք ներկայացնում, որովհետև դուք մոտավոր բաներ չեք կարող ձեզ թույլ տալ անել, ձեր բառերն եմ ասում։ Ստացվում է, որ դուք հետ պատտեք, լսեք ձեզ, դուք ասեցիք մոտավոր բաներ չենք կարող անել։ Այսինքն կա հստակ հաշվարկ, հստակ թվաբան։ Գյուրեղան ջան, մոտավոր բաները վերաբերում էր, որ դուք ասում եք, այդ քանի հոգի են լինում 63-ից 65 տարեկանները։ Ես այդ եմ ասում, դա մոտավորը դրան էր վերաբերում, փաթեթին չէր վերաբերում։ Ուրեմն, հիմա, եթե այդ ծառայությունների ցանկը, այդ փաթեթը կա, ինչի՞ չեք նախագիծը ներկայացնում падգամավորին, որպեսզի падգամավորը մոտավորապես չպատկերացնի ինչ է լինելու փաթեթում կողմ քվեարկի, հետո նոր սպասի, այսինքն դուք կառավարություն եկել եք ազգային ժողով հաստատելու մի բան, որի տակ հիմքը հաշվարկը թվային հիմնավորումը չեք դրել եւ ասում եք, որ եկեք դուք մեզ ասեք այո արեք, մենք այո ես մեր արածը բերենք ձեզ ներկայացնենք։ Այս մեկ, սպասեք։ Չէ, մի րոպե ես արձագանքեմ, էլի, որովհետեւ չեք կորի ձեր ասածը։ Հարգելի գործընկերներ, լինելու իմ հարգելի գործընկերներ, ես լուր լսում եմ ձեր երկխոսը։ Ես հասկանում եմ, որ գայթակղիչ նախագիծ է եւ այսպես շատ բուրըն քննարկում է պահանջում, բայց ես ոչ այնքան գայթակղիչ, ինչքան շատ կարեւոր մեր հանրության համար եւ բոլորին խնդրում եմ խոսել հերթականությամբ եւ զիջել միմյանց հարցը տվեք պատասխանը լսեք։ Ուրեմն փաստացիորեն տեսեք նորից 100.000 մոտավորապես դեր ասած թվերով, հա 63-ից 65-ի տարբերությամբ 100.000-ի մասին։ Ես կխնդրեի մինչև առաջին ընթերցում ներկայացնեք այդ տարբերությունը ինչքան է 63-ից 65-ը ոչ մոտավոր այլ հստակ, նրանցից որքանն են, որ արդեն աշխատող են եւ 200.000 ավելի մեջ մտնում են, նրանցից որքանն են, որ մյուս սոցիալական խմբերի մեջ կարող են արդեն օգտվել այդ փաթեթից եւ ինչքան էր պետք, ինչքան կարելի էր ավելացնել, ասենք այդ 10.800-ը դարձնել 11.000, որովհետեւ նախնական տարբերակում դուք միջակայքը շատ ավելի լայն եք դրել 10.000-ից 13.000, այսինքն եթե 200.000 տարբերությունը 200.000 ավելացնենք, ինչ կլիներ, հասկանալի է, ես ուզում եմ այդ հստակ թվերը ասել եւ մենք հասկանանք իմաստ ունի օրենքի մեջ այդ փոփոխությունը անել 63-ից սկսած բոլոր թոշակառուների, թե իսկապես մեծ լուրջ խնդիրների առաջ են կանգնելու։ Սա այդ մասին։ Հաջորդը դուք տեսեք նոր ներկայացնում եք, ասում եք մենք ցանկը հստակ ասել ենք քանի անգամ այն հիվանդությունները, որոնք մահացության հասցնողներ կարող են մահացության հասցնել, այդ ցանկը մահացության կարող է հասնել սովորական ատամի ցավը, մահացության կարող է հասնել, չգիտեմ, ամենասովոր, այսինքն կան նվազագույն ինչ որ մի շեմ, որից սկսած արդեն այս ցանկի մեջ այդ հիվանդությունները պետք է մտնեն։ Մեր խնդիրը այդ նվազագույն շեմը տեսնելն է։ Այս նվազագույն ինչ շեմի արկայության դեպքում է այդ հիվանդությունը, հասկանում եք, ուղղակի ասել, որ մահացության են հասցնում այդ ավելի շատը որն է, 100-ից ավելի շատ 101-ն է, բայց 101-ն էլ 200-ից քիչ է, 200-ն ավելի շատ, այդ ավելի շատը պետք է տեսնել այդ սահմանը հստակեցում է ուզում։ Մենք դա ենք ուզում ձեզնից ճշտել։
ինչ հստակ ձևակերպումներ, ինչ հստակ եւ մեխանիզմները, մեթոդաբանություն է դրվել։ Եվ վերջապես մի շատ կարևոր հարց։ Հիմա դուք չեք ներկայացնում կլինիկական ֆինանսական պրոտոկոլները որևէ բուրս ծառայություն չեք ներկայացնում ոչ ֆինանսական, չէ, իրականացման։ Հիմա մենք ոնց եք պատրաստում օրենքում էլ այդպես հստակ չկար գրված։ Ոնց է հսկվելու այդ ծառայության որակի ծառայության որակը, ծախսային արդյունավետությունը, ինչպես ենք վերահսկելու, եթե մենք ոնց ենք պատկերացնելու, եթե մենք մեր ձեռքի տակ այդ պրոտոկոլները չունենք։ Մեզ պետք է հասկանալ ինչպես ճշտել չարաշահումները, ինչպես ճշտել ծախսարդյունավետությունը, որովհետև դա վերջի բյուջեի փող է, որը վաղը չէ մյուս օրը պետք է հետադարձ ձևով ներկայացվի այսքան հիվանդություն։ Այդ դա ոնց ենք անելու, ոնց է վերահսկվելու օրենքի մեջ որևէ կերպ չենք անդրադառնալու ծախսարդյունավետության վերահսկման մեխանիզմներին կոնկրետ հստակ։ Տիկին Գյուղական, ձեզ ոչ մի բան չի խանգարում մտնել մեր կայք կամ Arlis եւ ծանոթանալ, նորից եմ կրկնում, հաստատված հրապարակած գործելակարգերին։ Օրենքի տակը գործելակարգերի կցելու պրակտիկա չի լինում։ Եթե նախագիծ է ու նախագիծը դեռ նախագիծ է, չէ՞, Չէ, Տիկին Գյուղական, գործելակարգերը պրոտոկոլներն եմ ուզում, դուք ասում եք նախագիծ է։ Հիմա ասում եք ոչ մի բան չի խանգարում նախագիծը։ Տիկին Գյուղական, ես ձեզ նոր խնդրեցի, որ հերթականություն պահպանել եւ հարգել միմյանց։ Մի հատ ձեր լսափողը անջատեք։ Պրոտոկոլները հաստատված են, Խոսափողը անջատեք։ չի, ես ինչ հիվանդության պրոտոկոլով գնամ նայել։ Տիկին Գյուղական, ձեր խոսափողը անջատեք Պրոտոկոլը եւ լսեք։ Մի Ինչ րոպե, ասում, ես պիտի ասեմ, որ իմ ասացի վրա ինքը պատասխանում է։ Դուք ասեցիք հիմա ինքը պատասխանում է, Եթե Տիկին ցանկը չկա, Գյուղական, այդ այսպես չի պրոտոկոլը կարելի։ ինձ ինչի՞ սա պետք։ Եթե ես չգիտեմ X հիվանդություն է ցանկի մեջ կա թե չէ, իմ ինչին է պետք որ գնամ նայեմ տեսնեմ այդ X հիվանդության ծախսն ինչքան է։ Ես պետք է իմանամ որ հիվանդությունը կա, որ այդ հիվանդության պրոտոկոլը նայեմ ու հասկանամ ինչպես ուսումնասիրել, ինչպես քննարկել ծախսարդյունավետությունը։ Առաջնային խնդիրը ցանկի մասին է հարցը։ Տիկին Գյուղական ջան, եթե ցանկը ձեզ այդքան հետաքրքիր էր, ինչու մի անգամ չուղարկեցիք հարցում եւ ուզեցիք մեզնից Տիկին Ավանեսյան, դուք բանախարարեք, պարտավոր եք այսօր իմ հարցերին պատասխանել եւ ես իրավունք ունեմ այսօր տալ կամ գրավոր ուղարկել։ Դա ինչ ասելու բան է։ Սա իմ իրավունքն է այսօր տալու, ես այսօր եմ տալիս։ Տիկին Գյուղական, խնդրում եմ ձեզ, մի հատ հանգստություն պահպանել, չի կարելի այսպես մասնակցել։ Չխառնել գործելակարգերը ցանկերին։ Դուք խառնում եք եւ մեղադրում ինձ խառնելու մեջ, Տիկին Գյուղական։ Ես ասում եմ, առաջինը ցանկը պիտի լինի, որ ցանկի մեջ ինձ հետաքրքրող հիվանդության գործելակարգը նայեմ, բոլոր հիվանդությունների գործելակարգը այստեղ կապ չունի։ Ինձ պետք է կոնկրետ այն հիվանդությունների, այն բուժծառայությունների գործելակարգերը, որոնք ցանկում կան, քանի դեռ ցանկը չկա, ես դրանց հետ ծանոթանալու տարբերակ չունեմ։ Բոլորի մեջ անվերջության մեջ ձեր ասած ես գնամ գտնեմ որ այն հատը այդ այն հատը տվեք որ ես այդ այն հատի մեջ ուսումնասիրություններս կատարեմ այդ շատ լավ հասկանալի է դուք ասում եք ամբողջ բազմությունը տվել եմ ինձ ասում եմ ենթաբազմությունը դուր Տիկին Ավանեսյան ինչ որ Տիկին Ավանեսյան ունեք խոսք ունեք Չունեք Հարցեր կան այլ չկան հարցեր Տիկին Ավանեսյան քանի որ հարցերը վերջացան ես մի քանի հարց տամ ես ուզում եմ իմանալ արդյոք մեր բժշկական կենտրոնները եւ առաջնային օղակները, պոլիկլինիկաները եւ ամբուլատորիաները պատրաստ են այս մեխանիզմով աշխատել ապահովագրության սահմաններում ընդունվելուց հետո ապահովագրությունը ընդունվելուց հետո, որովհետեւ ես բազում արդեն խնդիրներ եմ ստացել մարզերից նամանավանդ, որ իրենք չգիտեն ոնց պետք է աշխատեն, ինչ ընթացակարգ պետք է լինի, ինչ հերթականություն պետք է լինի, ես խնդիրների հետ կապված ես կուզեի մի փոքր մանրամասնել եւ արդյոք արվելու են տրեյնինգներ, արդյոք արվելու են հայտարարություններ, ինչ ձևով պետք է այս ամեն ինչը լինի, էլի հերթականությունը
Անպայման լինելու են եւ տրեյնինգներ, լինելու են եւ ուղեցույցեր, պարզ բուկլետային դրամաբանության մեջ եւ լինելու են առցանց եւ նաեւ արկա հանդիպումներ, արդեն շարքը շատ այս օրերից կսկսվի։ Մենք ունենալու ենք նաեւ խումբ, ովքեր որ ամեն մարզում գնալու են եւ մանրամասն այս ամբողջ տեղեկատվությունը արդեն ներկայացնելու են եւ այս աշխատանքները ըստ էության տեսեք որ ասում եք չէ ինչպես պիտի աշխատեն այո ընդհանցակարգային առումով որոշակի լրացման կարիք կա տեղեկատվության բայց մեր փորձը ցույց է տալիս որ ցանկացած նոր համակարգներ դնելուց այո որոշակի շարունակական կրթական անհրաժեշտությունը մնում է եւ մենք միանշանակ շատ ակտիվ այս մասով աշխատելու ենք մեր բուժաշխատողների հետ նաեւ ընդունարանի աշխատողների հետ նաեւ բժշկական կենտրոնների պատասխանատուների հետ որպիսի հնարավորինս մեր ուրեմն պատասխանատուները տեղեկացված լինեն հստակ լինի իրենց անելիքները այո ինչպես ասեցի լինելու են տրեյնինգներ Շնորհակալություն Տիկին Ավանեսյան, մյուս հարցը դեղատների հետ կապված է, դեղատոմսային պրակտիկան, որը պետք է մտնի այլևս, ես կարծում եմ ապահովագրությունը ընդունվելուց հետո էլ առավել շատ պետք է օգտագործվի, արդյոք մեր դեղատները պատրաստ են դեղատոմսով աշխատելու եւ պոլիկլինիկաները նույնպես բժիշկները պատրաստ են արդեն լիովին դեղատների հետ աշխատելու դեղատոմսային արդեն այդ կուլտուրայով եւ արդյոք խնդիր չի առաջանա մեր քաղաքացիների համար, այսպես գնալ դեղատուն, ասենք կախված չի, մի խոսքով ընթացիկ բոլոր խնդիրները, որ լինում է, չի եկե հասե մեզ դեղատոմսը եւ այլն նմանատիպ խնդիրներ։ Դե տիկին Հունանյան իհարկե կարող են լինել խնդիրներ, լինում է միտեղ ինտերնետ մի օր խափանվում, այո, լինելու են խնդիրներ, բայց այսօր մենք էլեկտրոնային դեղատոմսերի շրջանակներում ամբողջական պետական պատվերով ապահովում ենք եւ որևէ խնդիր չենք ունենում։ Սա ինչ է նշանակում, այսօր էլ մեր առաջին, երկրորդ, երրորդ կարգի հաշմանդամները ստանում են դեղորայքը էլեկտրոնային դեղատոմսով, գնում են դեղատուն, հանգիստ կարողանում են սպասարկվել եւ ոչ մի խնդիր չենք ունենում։ Արդյոք ծավալների մեծացման պարագայում կարող են լինել, այո, եւ մենք պետք է այդ ապահովենք նաեւ ընթացիկ խնդիրների արագ արձագանքումը եւ սա է մեր սկզբունքը շատ ուշադիր լինել առաջացող խնդիրներին, որտեղ ցանկացած նոր պրակտիկա ի հայտ է բերում նաև որոշակի խնդիրներ եւ դրանց արագ արձագանքելով պետք է լուծումները գտնենք։ Շնորհակալություն, ինչ խոսք յուրաքանչյուր աշխատանքի մեջ խնդիրներ լինում են եւ ամենատարբեր, բայց ես համատարած խնդիրների մասին նամանավանդ մարզային պրակտիկայում, մարզերում այնտեղի դեղատներում, եթե կան գյուղերում, եթե լինում են իհարկե կամ ամբուլատորիաներում, եթե ստանում են այդ մասով ավելի շատ խնդիրը, քան Երևան կամ մեծ քաղաքներում, կարծում եմ, այստեղ գյուղերի եւ մարզային բնակելի տարածքների մոտ կարող է խնդիր ավելի շատ առաջանալ, թե չէ իհարկե խնդիրներ բոլոր տեղերում էլ լինում են, բայց չափ կա, էլի խնդիր լինելու չափ կա եւ այդ չափը պետքա միշտ հաշվի առնել։ Շնորհակալություն։ Չկան հարցեր։ Հարցեր կան, Տիկին Ավանեսյան, հոդված 46, 6-րդ մասում սահմանել անձի ֆունկցիոնալության գնահատման մասին օրենքով սահմանված կարգով ֆունկցիոնալության գնահատում չանցած հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ սույն օրենքը կիրառվում է մինչև 2028 թվականի հունվարի 1-ը, այսինքն ինձ հետաքրքիր է, արդյոք 2028 թվականի հունվարի 1-ից հետո նրանք պետք է անցնեն ֆունկցիոնալության գնահատման գործընթացը, այսինքն անժամկետ հաշմանդամություն ունեցող անձիկ, որոնք կազմում են 155,000, եթե վերջին տվյալներով
չեմ սխալվում, արդյոք սա չի համարվում հաշմանդամություն ունեցող անձանց վիճակի վատթարացնող դրույթ։ Եվ անցնելու են եւս մեկ անգամ այդ մարդիկ հաշմանդամությունը գնահատող ֆունկցիոնալությունը գնահատող գործընթաց։ Մենք այս դրույթը իհարկե քննարկել ենք մեր գործընկերների հետ, աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարության հետ եւ ոչ ըստ էության նաեւ արդարադատության նախարարության գործընկերների հետ, այստեղ խնդիրը չունենք այդպիսի եւ մենք ունենք 2 տարի ժամանակ, որովհետեւ գիտեք, այսօր նաեւ մեր գործընկերները շատ ակտիվ բարեփոխումների ընթացքում են, նաեւ այս համակարգերը ճշգրտելու մասով եւ այստեղ այս սինխրոնությունը պետք է պահպանենք եւ ըստ էության մենք պիտի խրախուսենք եւ ուրեմն ամեն ինչ անենք թե անապահովության գնահատման նոր համակարգերի ներդրման եւ նաեւ ֆունկցիոնալության գնահատման այս նոր համակարգերի ներդրման մասով հենց այդ սինխրոնությունը ապահովելու համար էլ 2 տարվա այս ժամկետը դրված է մինչեւ այդ արդեն այնտեղ նաեւ դրույթ կա որ օրենքի այդ ժամկետից 6 ամիս առաջ աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարությունը եւ առողջապահության նախարարությունը իրար հետ արդեն հանդես կգան նոր առաջարկով հաջորդ տարիների համար, թե ինչպես է լինելու նրանց առողջապահական երաշխիքը։ Այսինքն ես ճիշտ եմ հասկանում, վերագնահատման գործընթացից հետո կարող են անձիկ կլինեն, որոնք հաշմանդամ չեն լինի արդեն կամ կարգը կփոխվի կամ ճիշտ եմ հասկանում։ Այո, ըստ էության կարգը փոփոխական է որոշ դեպքերում եւ դա մեր համակարգի գնահատման հարցը չէ, մենք չենք առողջապահության նախարարությունը չէ պատասխանատու հաշմանդամության կարգ կամ անապահովության բալ հաշվարկման համար, դա քաղաքականությունը եւ գործընթացները իրականացնում է սոցիալական ապահովության նախարարությունը։ Մենք ֆիքսել ենք մեր համակարգից օգտվելու երաշխիքների հատվածը, թե գնահատման համակարգը արդեն իրենք են որոշում։ Տիկին Գյուրեղյան համեցեք։ Ուրեմն այստեղ հոդված 1-ի 3-րդ մասում, հա, ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից հետո այդ մասը նայենք, հա, ուրեմն առողջությանը պատճառված վնասների կապված ծախսերը այդ ավտոտրանսպորտային միջոցների ապահովագրության շրջանակներում են իրականացվում։ Հիմա եթե այդ ավտոտրանսպորտային միջադեպից հետո առողջության այնպիսի վնաս է հասցվել եւ այն մեկին ով այս փաթեթներից կարող էր օգտվել, այս սոցիալական խմբերից է, նա չի օգտվելու, ես ուզում եմ այդ հասկանալ եմ հասկանում։ Տեսեք, գործում է ԱՊԱ համակարգը, որը փոխհատուցում է նաև առողջապահական ծախսերը եւ կգործի առաջնահերթության սկզբունքը, ԱՊԱ-ն կփակի։ Իր ցանկում կա նոր, եթե չէ նոր եղավ։ Այս մեկ, այդ մի հարցը, որը բաց էր մնացել, ես ուզում եմ այդ բաց մնացած հարցերը ամեն դեպքում փակել, հա, այստեղ։ Այսպեսի նախադասություն առողջության համապարփակապահովագրությունը ոչ կյանքի ապահովագրության տեսակ է։ Այս ձևակերպումը ինչքանով ինչ է ուզում ասի։ Գիտեք, որ կա նաև կյանքի ապահովագրություն։ Հասկանալի է, բայց ոչ կյանքի ապահովագրության տեսակ է, միգուցե պետք է խմբագրել մի տեսակ հականջահաճո ձևակերպում չի։ Խաղորենսգրքով է Հա, այսպես։ Ապահովագրության մասին օրենքով, հա։ Եթե մի հատ այսպես ուղղակի անցնեմ, որ Ստեղին բոլոր հարցերը լիազոր մարմնի մեկ ամսում այնքան բանագրած սահմանում է լիազոր մարմինը, այս սահմանումները մենակ, այո, հենց դա է իմ հարցը, որ եթե այսքանը սահմանում է լիազոր մարմինը, մեկ ամսում օրը մի բաներ ձևակերպի չի հասցնելու, չի երիկելու, այո, առողջապահության նախարարություն իրանք են, հա, այդ սա է համավճարի չափը արդեն ճշտեցինք Եվ ամեն դեպքում ես առաջարկում եմ, որ անպայման միածնող, ասենք ծնողազուրկը երկկողմանի ծնողազուրկները չներառվեն, այլ նաև միածնող երեխաների ապահովագրության հարցի դիտարկել էլի այդ հարցը, ինչքան է այդ թիվը եւ ինչքան ֆինանսական ուրիշ բեռ կավելանա այս 10,800-ին, որտեղ մեծ թիվ չի լինելու, բայց միածնողներն էլ հաստատ
մինչև 26 տարեկան ուսանողությունը ներառում ենք երկծնող երկկողմանի ծնողազուրկ, ասենք ստանդարտում հիմա գործում է մինչև 23 տարեկան ծնողազուրկ բոլոր ուսանողների աջակցության այդ ծրագրերը։ Միգուցե այս մեխանիզմին գնալ, բայց ծնողազուրկ չդիտարկել միայն երկծնողների, որտեղ նրանք Այ այստեղ բայց մի հատ ճշգրտում անեմ, էլի Տիկին Գյուրեղան, տեսեք երեխաները անկախ կարգավիճակից խոսքը 18-ից այո, հասկանում եմ 23-ի մասին է, բնականաբար խոսքը 18-ից 23-ի մասին է, միգուցե այդ 18-ից 20, այ 23-ից 26 ինչքան եւ միգուցե 23-ից 26-ը իրոք դիտարկել երկկողմանի ծնողազուրկին, դրանք շատ բայց 18-ից 23 միածնողը մի հատ քննարկել, միածնողների աջակցության այդ հարցը, որտեղ իսկապես այսքան Տիկին Գյուրեղան, կանջատեք ձեր խոսափողը, հարց ունեք Տիկին Գրիգորյան։ Մի քանի խմբագրական հարցեր կար Տիկին Ավանեսյան, ես չգիտեմ, սա գրավոր ձեզ ուղարկեմ, թե հիմա բանավոր ասեմ։ Հա, մի քանի խմբագրական հարցեր կար, ես սրանք ձեզ գրավոր կուղարկեմ առաջինից երկրորդ ընթերցման եւ եթե հարցեր չունենք, ելույթներ, ովքեր ունեն ելույթներ, կան ելույթներ։ Ընդհանրակարգային հարց ունեմ Տիկին Հունանյան։ Մեր ազգային ժողովի գործընկերները նաև մեզ առաջարկներ են իրականացրել, որոնց մենք արձագանքել ենք եւ այո, եթե կարելի է ես հնչեցնեմ դրանք, որpիսի դրանք եւս ներառվեն փոփոխությունների շրջանակում, էլի, որ հասցնենք հետո ամփոփաթերթը անենք։ Շատ լավ։ Հա։ Ընդհանրական բոլոր առաջարկները պիտի հնչեցնեմ, թե ուղղակի ասեմ, որ մենք ճիշտ ասած Տիկին Ավանեսյան այդ առաջարկներին ծանոթացանք, դրանք խմբագրական առաջարկներ էին տեխնիկական ավելի։ Ես կարծում եմ դրանք հնչեցնելու կարիք ամբողջությամբ չկա, որտեղ այնտեղ բառեր, տառեր, այսպես փոփոխություններ, ըստ այո, հա, այդքան պետք չի մանրանալ։ Մենք այստեղ ավելի կոնցեպտուալ հարցեր քննարկեցինք, քան այդ ելույթների համար խնդրում եմ Տիկին Գյուրեղան համետ։ Ըստ էության տեսեք, շատ լուրջ փաթեթի մասին ենք խոսում, շատ լուրջ օրենքի նախագծի մասին ենք խոսում, բոլորին մեր երկրում ապրող յուրաքանչյուրին առնչվող եւ բոլորը շահառու են եւ բոլորի համար շատ հետաքրքիր է, դրա համար իսկապես պետք է այս հապշտապողականությունը իրոք չլիներ եւ եթե սկսել էինք 23 թվականից, միգուցե մի քիչ ավելի շուտ դիբերենք։ Ես ամեն մի բյուջեի քննարկման կատարողականի ժամանակ ասել եմ՝ ուրա ապահովագրության օրենքի կատարումը։ Հիմա տեսեք, ամփոփեմ ինչ խնդիրներ ենք մենք տեսնում։ Նախ, երբ որ մեթոդաբանությունը կոնկրետ հաշվարկների չի ներկայացվում, մեզ մոտ առաջանում են լուրջ հարցադրումներ։ Միգուցե դուք շատ լավ ցանկ եք նախատեսել, միգուցե շատ բարենպաստ ֆինանսավորում եք ապահովում, շատ նորմալ, այսինքն, բայց դա մենք չենք տեսնում։ Իսկ երբ որ մենք չենք տեսնում, պրակտիկան ու կյանքը մեզ լրիվ ուրիշ բան են ասել։ Եվ դրա համար մենք գիտենք, սովորել է մեր աչքն ու ականջը, որ մի բան լսել ենք, բայց կյանքում ուրիշ բան ենք տեսել։ Սա շատ կարևոր է, թե մեթոդաբանությունը ներկայացնելը, թե ծածկույթը հրապարակելը եւ լավ կլիներ, որ այդ ծածկույթը գոնե падգամավորները ձեռքի տակ ունենային ոչ թե երկրորդ ընթերցումից առաջ, առաջին ընթերցման ազգային ժողովի նիստերի դահլիճից առաջ այդ մենք ունենայինք։ Ի վերջո մենք ենք ընդունելու օրենքը, վաղը մյուս օրը պատասխանատվությունը մեր վրա է լինելու, ձեր վրա չի այդքան լինելու։ Ազգային ժողովն է հաստատել, դա շատ լավ բան է ասել, ազգային ժողովը հաստատել է ու սովորաբար այդպես էլ անում ենք, մենք էլ անում ենք։ Հաջորդը, որ կուզեի, որ անպայման խոսենք, կարևոր բաց թողում է, կարևոր խնդիր է մասնավոր ապահովագրական ընկերությունների գործունեությունը, այսպես փուլային ձևով գործունեությունը փոփոխելու, որ այս մարդիկ արդեն կնքված պայմանագրերի շրջանակներում
հնարավորություն ունենան իրենց կնքված պայմանագրերը իր կյանքի կոչել նոր կնքված պայմանագրերի պարագայում արդեն այդ պլյուս ծառայությունների մասին մտածեն ոչ թե պետական ապահովագրական հիմնական փաթեթի շրջանակներում բայց ցիկլը պետքա աշխատի այսպես միանգամից կտրելը շատ ավելի լուրջ խնդիրներ է առաջացնելու քան ինչ որ բան է լուծելու ըստ էության հաջորդ հարցը նախ մոնոպոլիան Այսօր մենք տալիս ենք հիմնադրամին մոնոպոլ իրավունք իրականացնելու ապահովագրությունը։ Մենք խոսում ենք ոչ մոնոպոլիայից, մենք խոսում ենք բազմա հնարավորություններից, բայց այս օրենքով հստակ մոնոպոլիա ենք, մոնոպոլիայի նախադեպ ենք սարքում, մոնոպոլիայի օրենսդրական հիմք ենք սարքում առողջապահության ոլորտում, որը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել։ Եվ Էլի եմ կրկնում, ինչպես գործընկերս ասեց, վերահաստատում ենք, պետք է անպայման նայել 63, ընդհանրապես 63-ը ինչու, որովհետև օրենքով թոշակի տարիքը 63-ից է ճանաչված, իսկ 40-45-ը ների ուրիշ օրինակներ են։ Եվ ցանկը այնտեղ որ նայել էինք, երբ որ 63 եւ ավելի դնենք, այն ցանկի մեր Չեռնոբիլն էլ է դուրս գալիս, ռազմական ասենք թոշակ ստացողներն էլ են դուրս գալիս, բոլորը դուրս են գալիս։ 63 եւ ավել արդեն այդ ամեն ինչը ծածկում է։ 63 եւ ավել բոլոր թոշակառուներին փաթեթի ապահովագրությունը ապահովելու հնարավորությունները դիտարկել եւ ծնողազուրկ, ծնողազուրկ երեխաներին 18-ից 23 եւ 23-ից 26-ը միայն եթե առանձին խումբ է երկկողմանի ծնողազուրկների համար էս դիտարկել։ Շվերջ տիկին գրողը։ Համեցեք բանոնը։ Հարգելի գործընկերներ, տիկին նախարար, այս ամեն ինչը ներդրվելու է ճիշտ է փուլային, բայց ես ուզում եմ մենք բոլորս հիշենք ու չմոռանանք, որ այստեղ կատարելագործման տրամաբանություն պետք է լինի, քանի որ այս ամեն ինչը առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունում պետք է դրվի եւ դրվում է առաջի փուլով։ Իհարկե կլինեն նաեւ լուծված հարցեր, կլինեն նաեւ ընթացքում առաջացող հարցեր կամ նոր առաջարկներ։ Այդ ամեն ինչին շահագրգիռ քննարկումների դաշտը բաց է եւ մենք ձեր հետ միասին կարծում եմ որ կարողանանք համատեղ աշխատանքի արդյունքում ժամանակի ընթացքում ինչ որ փուլերի ամփոփման արդյունքում ստանալ այն ծածկույթը եւ որակը, չէ, ես ուզում եմ հենց ձեր ասելիքների նկատմամբ շեշտադրում անելով, որ ինչ որ վատատեսական sense շեշտադրում կա։ Այլևս զարգացում չես ապահովում։ Դե մենք ընթացս պետք է կարողանանք կազմակերպել այնպես, որպեսզի մենք ունենանք եւ առաջարկներ, եւ լուծված հարցեր, եւ վերջնական նպատակակետին հասնելու ժամանակ եւ ցանկություն։ Շնորհակալություն։ Անջատեք ձեր խոսափողը։ Տիկին Գրիգորյան ելույթ չունեք։ Ինչ Բոլոր խնդիրների մասին խոսվեց, նախ տիկին Ավանեսյան, քանի որ այս օրենքն իսկապես բոլորին է վերաբերելու, մենք ամենաշահագրգռվածն ենք, որ մեր ժողովուրդը մաքսիմալ էֆեկտիվ եւ լավ որակի ծառայություններ ստանա եւ մեզ համար շատ կարեւոր էր այո հասկանանք թե ինչ ծածկույթը ապահովելու իր կողմից տրամադրված գումարով եւ դա նորմալ է որ մենք հիմա ենք ուզում դրա մասին տեղեկանալ օրինակ ես մի քանի օր առաջ հանեցի ինչպես արդեն ասացի սոցփաթեթների մասով թե ինչ ծառայություններ են տրամադրվում եւ որքան արժեն այդ ծառայությունները ինձ մոտ անկեղծ ասած այն տրամաբանություններ որ մի հատ նույն փաթեթը հիմա էլ պետքա լինի ընդհանուր ապահովագրության համատեքստում եւ ես պետքա ուզում էի դնեի համեմատեի թե ինչ տարբերություններ կան հասկանալու համար մոտորապես 100,000-ի տարբերություն ունեցող փաթեթները էականորեն իրարից տարբերվում են թե չեն տարբերվում մի դեպքում 36,000-ա մի դեպքում 130,000-ա եւ պետքա հասկանալ որքանով է փոխվել այն որ դուք ասում եք որ փոխվել է լավարկվել է ավելի մեծ ծավալ է ներգրավում օքեյ բայց կարող է չէ ես որպես ազգային ժողովի պատգամավոր ավելին դա իմ պարտականություններ դնել համեմատել եւ որոշակի եզրահանգումների գալ ես կարծում եմ սա շատ օբյեկտիվ բան է որ մենք հնչեցնում ենք ու ես նաեւ հույս ունեմ որ ամեն դեպքում այսօրվա քննարկումից կվերցնեք նաեւ որպես եզրակացություն այն որ հնարավորության դեպքում նույնիսկ ոչ թե առաջինից երկրորդ ընթերցում այլ
2 շաբթի, 3 շաբթի հնարավորություն լինի այդ փաթեթը մեզ մոտ լինելու։ Հաջորդը իմ գործընկերն արդեն նշեց, որ մենք առաջարկություն ենք ներկայացնելու, որպեսզի փաթեթի շահառուլ դառնան նաև 63-ից մինչև 65 տարեկան ընկած մեր քաղաքացիները, եւ եթե հաշվարկի խնդիր կար, ես կարծում եմ, եթե մասնագիտական ներուժի խնդիր կա, մեր գործընկերները կարող են այդտեղ օժանդակել, ամեն բան պետք է անել, ճիշտ հաշվարկ կազմակերպել, որպեսզի 63 տարեկանից սկսած մարդիկ առաջին փուլով ստանան այդ հնարավորությունը։ Ինձ բազմաթիվ մարդիկ են դիմել, ովքեր աշխատում են խոշոր կազմակերպություններում, միջազգային կազմակերպություններում, ովքեր ունեն փայլուն ապահովագրություն։ Եվ այդ մարդկանց հիմա ասվելու է, որ ինչ որ փուլում պետք է դառնան ընդհանուր ապահովագրության մաս, այդ մարդիկ իսկապես չեն ուզում իրենց այն գլխավոր փաթեթը փոխարինել։ Ես կարծում եմ, սա ինչ որ մի ձև պետք է համակարգվի, չնայած դուք ասում եք, որ դա պարտադիր է, որ այնտեղից կան այստեղ, բայց բազմաթիվ մարդիկ ուզում են ավելի լավ փաթեթ, որը իմիջիալուց իրենց գործատունն է ապահովում։ Այստեղ այս հարցը կա, սա կարծում եմ բացակ քննարկման հնարավորություն կա։ Պոլիկլինիկաների մասով ցանկացած մեկը, ով մտել է այսօր Հայաստանի Հանրապետության, հատկապես շրջաններում պոլիկլինիկաներ, կարող է վստահեցնել, որ այն ներուժը չկա եւ այն պոտենցիալը չկա, որպեսզի այս փաթեթը իրականացվի։ Ցավոք սրտի եմ ես արձանագրում։ Եվ այս համատեքստում անչափ կարևոր է նաև բուժքույրերի եւ այդ առաջնային օղակի մասնագետների աշխատավարձերի հարցը։ Մենք գիտենք, որ բավականին ցածր են աշխատավարձերը եւ որքանով հասկացա որոշակի բարելավում լինելու է, բարձրացում լինելու է, ես կուզենայի, որ մի քիչ ավելի հստակեցնեիք, թե կոնկրետ ինչ գումարի մասին է խոսքը, եթե բուժքույրերի աշխատավարձը բարձրանալու է հունվարի 1-ից հաշվի առնելով այն ծավալները, որոնց իրենք առերեսվել են, կուզենայի, որ դուք այդ շեշտադրումն էլ անեիք եւ իմ նաև հիմնական մտահոգություններից մեկը հիմնադրամն է, որ մոնոպոլ կարգավիճակ է ունենալու, կրկնում եմ, հունվարի 1-ից պետք է հիմնադրամը ստեղծվի, հիմնադրամը դեռ չկա, բայց մենք պատրաստվում ենք մի կառույցի, որը 0 փորձ ունի, չգիտենք ով է ղեկավարելու, չգիտենք ինչ մասնագետներ են ներառած, չգիտենք ինչ կարողություններ ունի, իրան տրամադրում ենք 225 միլիարդ դեռևս գոյություն չունեցող հիմնադրամին, եւ որքանով մենք ակնկալենք, որ իսկապես արդյունավետ է լինելու, իսկապես կոռուպցիոն սխեմաներ չեն լինելու, այդ ամեն ինչը մեզ մոտ մտահոգություն է առաջացնում եւ դա է պատճառը, որ ես ի սկզբանե ասացի, որ առաջնային փուլում կարելի է դիտարկել այդ պետական հիմնադրամի եւ մասնավոր սեկտորի համագործակցության հարցը։ Շնորհակալություն Տիկին Ավանեսյան։ Ելույթ։ Իհարկե, համեցեք Տիկին Բադեն։ Շատ փոքր, ոչ թե ելույթ, նախ այդ բոլոր ուզում եմ ասել Տիկին Գրիգորյան, իրականում այդ բոլոր մտահոգությունները ունեցել ենք մենք եւ տարիներ շարունակ քննարկվել է այս նախագիծը եւ թերևս մեզ մոտ էլ կարծիքները կիսվել են ամբողջ ընթացքում, արդյոք մասնավորը պիտի ներգրավված լինի թե ոչ եւ ի վերջո կառավարությունը կանգ է առել պետական հիմնադրամի վրա, բայց որպեսզի այդ կոռուպցիոն ռիսկերը, ընդհանուր առմամբ այդ հաշվարկների վերաբերյալ ռիսկերը կառավարելի դարձնենք, դրա համար Առողջապահության հանձնաժողովը դեռևս տարիներ առաջ գրեթե պնդման տեսքով ներկայացրել է առաջարկություն, որ ազգային ժողովը պիտի բյուջեն ամեն տարի քննարկի, հաստատի, որպեսզի առանձին հիմնադրամի բյուջեն անպայման գա Առողջապահության ազգային ժողով։ Չգիտեմ որքանով կկարողանանք նվազեցնել այս իմաստով ռիսկերը, բայց կարծում եմ, որ համատեղ բոլորս մեր ջանքերը այսպես ներդնելով կառավարելի այնուամենայնիվ կդարձնենք։ Այո, շատ են հարցերը, որոնք բաց են մնում, մենք այսպես մեկ նիստի ընթացքում էլ չենք կարող բոլոր հարցերին անդրադառնալ, բայց իրականում սա խիզախ քայլ է եւ մենք պիտի այս քայլը անենք բոլոր դեպքերում, ուղղակի քանի որ առողջությունը ու առողջության հետ կապված խնդիրները բոլորիս են վերաբերում, ապա այստեղ նույնիսկ քաղաքական հայացքները մի կողմ դնելով բոլորս պիտի միասնական ջանքեր գործադրենք, որպեսզի կարողանանք այս բավականին ծանր գործը գլուխ բերել եւ այս մեծ նպատակը դարձնել իրականություն եւ կարծում եմ, որ մենք միասին բոլորս դա կանենք։ Այնուամենայնիվ Տիկին Ավանեսյան, ես կարծում եմ, որ 63-65-ը կարելի է քննարկել ինչ իմաստով, որտեղ իրոք տրամաբանություն կա, եթե մենք խոսում ենք թոշակառուների մասին։ Այսինքն այստեղ 63 տարեկանից հատկապես 21-26 թվականի ծրագրի մեջ 25 թվականի հունվարից արդեն խոստացած է բոլոր թոշակառուները քանի որ ակնկալիք կա, լավ ավելի Facebook-յան հայտարարությունները։ Այսպես ասեմ, քանի որ հասարակության հարության մեջ ակնկալիք կա, որ թոշակառուները, որոնք
բոլոր դեպքերում չեն կարողանում օգտվել ոչ պետպատվերից, եթե որևէ սոցիալական այլ խմբումներ առված չեն եւ այդ ակնկալիքը կար, որ առողջապահության ապահովագրության ներդրումից հետո իրենք էլ կդառնան այդ ծառայությունների շահառուն, ապա կարծում եմ այնուամենայնիվ քննարկել կարելի է ոչ թե տարիքային խումբ դնել, այլ կենսաթոշակառուներին ընդգրկել նաև էսա, բայց կարծում եմ քննարկելու թեմա է եւ եթե առաջարկությունը լինի, այս առումով մենք կքննարկենք։ Մնացած հարցերին թերևս մենք դեռ ժամանակ կունենանք անդրադառնալու առաջինից երկրորդ ընթերցում հատվածում եւ վստահ եմ, որ ելի կլավարկենք մենք նախագիծը, բայց նաեւ վստահ եմ, որ ծառայությունների փաթեթին անդրադարձ լինելու է նաեւ լիագումար նիստերի ընթացքում եւ եթե կա հնարավորություն մի քիչ ավելի ջանք գործադրելու եւ արագացնելու եւ ծառայությունների այդ ցանկը վերջնական հստակեցնելու իրապես լավ կլիներ, որպեսզի բոլորը դրա մասին պատկերացում ունենային եւ մենք կարողանայինք ճիշտ համեմատությունների մեջ դնել եւ սա էլ մեզ կօգնի, տեսեք, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որպես առողջության ապահովագրության շահառու իմանալ, թե որ մասն է մեզ համար բաց մնում, որով մենք կարող ենք մասնավորից գնել փաթեթ, այսինքն եթե ծառայությունները ընդգրկված չեն, բայց դրանք մեզ անհրաժեշտ են, մենք արդեն մոտավոր պատկերացում կունենանք, թե որքան գումար պիտի ծախսենք նաև մասնավորից այդ փաթեթը գնելու համար, բայց հստակեցման համար այդ ցանկը մեզ անհրաժեշտ լինելու է, կխնդրեմ ուղղակի ցանկը հասանելի դարձնել լիագումար նիստերի ժամանակ։ Շնորհակալություն։ Մի նախադասություն ավելացնեմ կներեք։ Հույս ունեմ, որ այս օրենքի նախագիծը 24 ժամյա ռեժիմով չի գալու, չէ՞ ազգային ժողով։ 24-ը պետք է։ Բավոց պիտի Համեցեք դեպի Շնորհակալություն, խոսվեց ամեն ինչի մասին, բայց ես ուզում եմ նախ շնորհակալություն հայտնել կառավարությանը, Տիկին Ավանեսյան ձեզ, որովհետև ինչքան էլ խոսում ենք բացերի այս պահին բացերի մասին, ես վստահ եմ, որ մեր համատեղ աշխատանքի շնորհիվ դրանք դրացվելու են եւ այո, ի օգուտ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ահռելի մեծ աշխատանք եք կատարել, ինչի համար իսկապես շնորհակալություն եմ հայտնում եւ ուզում եմ ձեզ նաեւ փոխանցել են քաղաքացիների կարծիքներն ու դիրքորոշումները այս հարցի շուրջ, որոնց հետ գոնե ես շփվում եմ իմ շրջապատում, հատկապես մեր մարզում, Գյումրիում եւ բոլորը անհամբեր սպասում են։ Ես սա ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ ամենօրյա հարցերի մեջ, այս հարցը ամենագլխավորն ու հուզողն է մարդկանց եւ այո, մարդիկ անհամբեր սպասում են, որ փուլային տարբերակով մենք բոլորս միասին հաջողելու ենք եւ լինելու ենք ավելի հետեւողական մեր առողջությանը եւ ավելի առողջ հասարակություն ենք ունենալու։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն հարգելի գործընկերներ, ինչ խոսք սա մեծ ռեֆորմ է եւ Հայաստանի Հանրապետության պատմության մեջ առաջի անգամ գրանցվող ձև առողջապահության ձև է եւ ես որպես առողջապահության մեջ եղած անձ պետք է ասեմ, որ դժվար է ամեն անգամ ընդունել պացիենտ եւ պացիենտին, ով ի վիճակի չէ գումար վճարելու եւ հրաժարվում է ծառայություններից, դա շատ ցավալի է բուժան անձնակազմի համար նամանավանդ եւ վստահ եմ նույն բժիշկների, նույն բուժքույրերի եւ այս նախագիծը, այս օրենքի նախագիծը բերելու է ամենակարևորը հասանելիություն մեր բնակչությանը, առողջապահության հասանելիություն եւ բերելու է նաեւ որակ։ Ես մեծ հույս ունեմ, որ մենք ունենալու ենք շատ բարձր որակի առողջապահություն։ Ինչ խոսք, խնդիրներ լինելու են, մենք բախվելու ենք բազում, պատերի բախվելու ենք, բայց չկա այդպիսի աշխատանք, որ այո, բայց չկա այդպիսի աշխատանք, որ պատեր չառաջացնի ճանապարհներին, մեզ պետք է այդ պատերը ուղղակի քանդել, խելացի իհարկե քանդել, որ մեզ չվնասենք եւ գնալ առաջ։ Այնպես որ Տիկին Ավանեսյան, ես շնորհակալություն եմ հայտնում ձեզ եւ կառավարությանը նույնպես այս խիզախ քայլը անելու համար, որովհետեւ շատ մեծ ռեֆորմ է եւ մեծ ռիսկեր պարունակող իր մեջ
Բայց ես վստահ եմ, որ ամեն ինչ կկարգավորվի, ամեն ինչ լավ կլինի, եթե խելացի ղեկավարվի, կառավարվի այս օրենքի նախագիծը եւ նաեւ արդեն հողի վրա եթե եզրափակիչ ելույթ ունեք, խնդրեմ։ Շնորհակալ եմ, ես էլ շատ կարճ ամփոփ անդրադառնամ։ Իհարկե, ես էլ եմ կարծում, որ կառավարությունը համատեղ խմբակցության հետ բավական մեծ աշխատանք է իրականացրել եւ ըստ էության ունեմ եւ մենք ունենք այդ հավատամքը, որ սա այս մոդելը, այս փուլայնությունը եւ պահը ամենաճիշտ պահն է եւ որովհետեւ չեն լինում ճիշտ պահեր կյանքում ժողովուրդների պատմության մեջ, երկրների պատմության մեջ։ Պետք է ուրեմն հանձնառությունը վերցնել խնդիրների լուծման, նոր խնդիրների բացահայտման պարագայում դրանց արձագանքելու, լուծելու եւ միայն այս ձևաչափն է, որ մեզ կարող է առաջ տանել։ Մենք ակնկալում ենք, որ այո, շատ ծանր է լինելու թե լիազոր մարմնի, թե նաեւ առողջապահական համակարգի առաջիկա ընթացքը, բայց ես ձեզ վստահեցնում եմ, որ ինչպես քաղաքացիներն են սպասում, այնպես էլ բժշկական կենտրոններն են սպասում, որովհետեւ իրենց համար էլ սա հնարավորություն է բարձրացնելու սպասարկման որակը, ավելի լավ փոխհատուցելու իրենց մասնագետներին, սպասարկելու այն քաղաքացիներին, ում շատ հաճախ ստիպված են լինում մերժելու։ Եվ ինչպես մենք տեսել ենք, որ պետական պատվերը, օֆերտայի ծրագիրը ներդրվելուց հետո ինչպես է այն անդրադարձել մեր ժողովրդի առողջական ցուցանիշների վրա, ուրեմն վստահ ենք, որ տարիներ հետո այսօրվա իրականացրած աշխատանքը իր արդյունքները տալու է։ Ես ուղղակի ուզում եմ նորից նշել, որ 2024 թվականի արդյունքներով Հայաստանում կյանքի միջին տևողությունը գրանցվել է 78.6, ինչը ամենաբարձրն է, չգիտեմ, վերջին քանի տասնյակ տարիներին։ Դա իսկապես ձեռք բերում է մանավանդ հասկանալով կոവിഡ് եւ այլն, պատերազմ եւ այլ հանգամանքները։ Այսինքն մեր երկրի զարգացման արդյունքը ամենակարևորը մեր մարդու քաղաքացու ժողովրդի ծառայեցնելն է եւ ես նորից ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել մեր ժողովրդին, որովհետեւ այո, մեր ժողովրդի ստեղծարար աշխատանքի արդյունքում վճարված հարկերի շնորհիվ է, որ մենք մեր ծնողների 65+ անձանց կարողանալու ենք հոգ տանել իրենց առողջության համար։ Երեխաների, մեր երեխաների համար կարողանալու ենք ավելի լավ ծառայություններ ապահովել։ Իհարկե նորից եմ կրկնում, աշխատանքները շարունակվում են եւ մենք այս ընթացքում էլ շատ ուրեմն ինտենսիվ իրար հետ կաշխատենք լրացնելու առաջարկները քննարկելու եւ լիագումար եւ հաջորդ առաջին իհարկե ընթերցման ժամանակ էլ հավելյալ հիմնավորումներ եւ ձեր ուզած փաստաթղթերը եւս կներկայացնենք։ Շնորհակալություն Տիկին Ավանեսյան։ Քանի որ արդեն հարցերի եւ ելույթների փուլը անցավ, հասանք արդեն քվեարկության փուլին։ Քվեարկության է դրվում առողջապահության համընդհանուր ապահովության օրենքի մասին օրենքի նախագիծը եւ դրան հարակից թվով 22 օրենքների նախագիծը։ Ովքեր են կողմ։ Դեմ, ձեռնպա, օրենքն ընդունված է։ Քվեարկության է դրվում առողջության համընդհանուր ապահովության մասին օրենքի նախագիծը դրան հարակից նախագծի փաթեթը առաջարկել խորհրդին ազգային ժողովի խորհրդին ընդգրկել առաջիկա քառօրյա նիստերի օրակարգում քվեարկություն առաջիկա նիստերի օրակարգում ընդգրկելու ով է կողմ դեմ ձեռնպա քվեարկության է դրվում Քանի որ փաթեթը ծավալուն է եւ հանձնաժողովը ազգային ժողովի խորհրդին առաջարկում է գումարվող հերթական նիստերի ընթացքում օրենքների նախագիծ փաթեթը քննարկման ժամկետը սահմանել մինչեւ 3 ժամ։ Քվեարկություն Հերիք
այս թվում։ Դե, կո։ Շնորհակալություն, նախագիծը ընդունված է։ Հաջորդ հարցը, օրակարգի երկրորդ հարցը, երկրորդ ընթերցման ընդգրկված մարդու վերարտադրողական առողջության վերարտադրողական իրավունքների մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն է։ Զեկուցողը փոխնախարար Արմեն Գասպարյանն է, քանի որ պարոն Գասպարյանը գտնվում է արձակուրդի մեջ եւ նա կլինի լիագումար նիստերին արդեն հիմնական զեկուցողը, ուստի Տիկին Ավանեսյան, խնդրում եմ դուք այսօր զեկուցեք օրենքի նախագիծը։ Շնորհակալություն Տիկին Հունանյան, ըստ էության այս նախագիծը Սահմանադրական դատարանի պահանջը իրացնելուն էր ուղղված եւ տարիքային վերին փոփոխությունը, այսինքն վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու տարիքային շեմը մենք հանում ենք հաշվի առնելով Սահմանադրական դատարանի որոշումը, առաջարկներ այլ չենք ստացել, խնդրում ենք հաստատել։ Քանի որ Սահմանադրական դատարանի որոշումները քննելու ենթակա չեն, մեզ մնում է միայն հարց ունեք Տիկին Ավանեսյան։ Նախորդի վերաբերյալ։ Ես ուղղակի ուզեցի հասկանալ, կարող է ինչ-որ բան շփոթում եմ այդ 3 ժամյա ռեժիմը, եթե մենք հիմա ընդունել ենք, եթե չէինք ընդունում ոչ մի ռեժիմ, չէինք սահմանում, մենք արդյոք այդպես էր մեխանիզմը հաստատ։ Ստանդարտը ինչքան է։ Թե ինչքան հարցեր լինեին, եթե մենք